Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քլիչի հետ։ Այս մասին Ռուբինյանը տեղեկացրել է X-ում։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քլիչի հետ, գրել է նա։ Այլ մանրամասներ ազգային ժողովի փոխխոսնակը չի հայտնել։ Թուրքական կողմը հանդիպման մասին առայժմ չի հաղորդել։ Անտալիայում այսօր մեկնարկել է դիվանագիտական ֆորումը, որին Հայաստանը հերթական անգամ մասնակցում է արտգործնախարարի, փոխարտգործնախարարի եւ ազգային ժողովի փոխնախագահի մակարդակով։ Թուրքագետների համոզմամբ այս ֆորումին մասնակցությունը հայ-թուրքական կարգավորման գործընթացին չի նպաստի, քանի որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու ցանկություն չունի։ Դատարանն այսօր արդարացրեց ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ կարմիր խնձոր նետած արցախցի Ալբերտ Արստամյանին։ Իրավապահները 71-ամյա տղամարդուն մեղադրում էին խուլիգանության հոդվածով։ Նա ավելի վաղ չէր հերքել 9-րդ հարկից խնձոր է նետել, բայց ոչ թե հենց իրենց բակում գտնվող վարչապետի վրա, այլ այդ ուղղությամբ։ Դատավորին բացատրել էր բողոքի ակցիա է արել, օրինակ վերցնելով Հայաստանում անցկացված ակցիաներից։ Նույն այդ օրերին օրինակ եվրոպամետներն էին բողոքել Բելարուսի դեսպանատան առջև կարտոֆիլ, ձու եւ լոլիկ նետել շենքի վրա, ինչի համար վերջիններս պատասխանատվության չէին ենթարկվել։ Բաքվի զինվորական դատարանում շարունակվել է հայ ռազմագերիների դատավարությունը։ Նախորդին ադրբեջանցի մեղադրողի հարցերին է պատասխանել Հայաստանի քաղաքացիներ Լևոն Բալայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլի Բեկլարյանն ու Էրիկ Ղազարյանը։ Նրանք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին մեղադրվում են ահաբեկչության, ապօրինի խմբավորում ստեղծելու եւ անդամակցելու եւ ռազմական մի շարք ծանր հանցագործությունների համար։ Հարցաքննված Հայաստանի քաղաքացի 46-ամյա Լևոն Բալայանը պատմել է, որ ծնվել է Բաքվում, մասնակցել է 2020-ի 44-օրյա պատերազմին։ Իդեպ հարցաքննության ժամանակ նա դժվարացել է պատասխանել ադրբեջանցի դատախազի հարցերին։ Արցախի նախկին արտգործնախարար Քերեվարված Դավիթ Բաբայանը փորձել է օգնել Լևոն Բալայանին, ինչի պատճառով զգուշացում է ստացել դատավորից։ Ինչից հետո Բալայանն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո ծառայել է պաշտպանության բանակում եւ ստացել 400-ից 500 ամերիկյան դոլար աշխատավարձ։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվային հայտարարությանը, որ ինքն ու կառավարության անդամները 7 տարի նույն դասարանում են մնացել։ Նախարարի խոսքով դա պատկերավոր արտահայտություն է, որն ուղղված է նրան, որ ցույց տա, որ իրականում յուրաքանչյուրս ունենք անընդհատ սովորելու կարիք։ Դա կարծում եմ առավել քան ակնհայտ փաստ է, որովհետև այն խնդիրները, որ մենք ունենք եւ այն անորոշությունները, որ կան, ցույց են տալիս, որ մեր եղած փորձառությունը եւ գիտելիքը չի կարող բավարար համարվել եւ անընդհատ կարիք ունի թարմացման։ Անընդհատ կարիք ունենք յուրաքանչյուրս մեզ վրա աշխատելու, որպեսզի նաև կարողանանք ավելի համապարփակ մոտենալ հարցերին, ասել նա։ Դիտարկմանը Փաշինյանն ասում էր, մենք անձամբ բոլորս տգետ ենք եւ գյուղացու տգիտությունը գալիս է մեր տգետ լինելուց, ինչքան էլ պատկերավոր հնչի ամեն դեպքում մտահոգվելու առիթ չէ, որ պաշտոնյաների գիտելիքների մակարդակը ցածր է, Անդրեասյանն ասաց։ Ես դա այդպես չէի անվանի, ես արդեն խոսեցի ինչ կոնտեքստում է պետք այդ հարցերը դիտարկել։ Կարծում եմ, որևէ անհարմար բան չկա ընդունելու, որ ամեն մեկը սովորելու կարիք ունենք։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում սպասվում է Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Հական Ֆիդանի հանդիպումը։ Այս մասին հայտնել է հայ-թուրքական կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քլիչը։ Վերջինիս խոսքով Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Անիի կամրջի վերականգնման հարցը։ Վերջերս շփումներ ունեցանք Ռուբենի հետ, սակայն հաջորդ հանդիպման հստակ ժամկետը դեռ համաձայնեցված չէր, նշել է նա։ Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը եւս հաստատեց, որ Արարատ Միրզոյանը եւ Հական Ֆիդանը կհանդիպեն։ Նախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին։ Սերդար Քլիչը մեկնաբանել է հարցը, թե արդյոք Թուրքիան Հայաստանին սահմանադրության փոփոխության պահանջ է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել նաև Նիկոլ Փաշինյանը։ Այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր սահմանադրության մեջ, ասել է նա։ Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը որպես երկխոսության հարթակ։
Սպուտնիկ գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ այս մասին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ մենք պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հակամարտության վերջնական կարգավորմանը, խաղաղ համաձայնագրի ստորագրմանը, որպեսզի տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովվի։ Մենք պատրաստ ենք զարգացնել հարաբերությունները երկու գործընկերների, երկու հարևանների հետ, ընդգծել է Բոճորիշվիլին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում չի պարտվել, որ հաշտվի կամ չհաշտվի այդ մտքի հետ։ Ընդհանրապես վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր ընտրություններում աննախադեպ վստահության քվե ենք ստացել մեր քաղաքական թիմը եւ մեր թեկնածու Սարիկ Մինասյանը։ Այս մասին 24 News-ի հետ զրույցում նշել է ԿՊԱ-ական падգամավոր Էմա Պալյանը։ Այն դիտարկմանը, որ եթե Սարիկ Մինասյանը չի ընտրվում որպես քաղաքապետ, սա պարտություն է, ԿՊ падգամավորը հարց ուղեց. Ինչ գիտեք, չի ընտրվելու, ուղղակի մենք դեռևս որոշում չունենք, որ պաշտոնապես պետք է առաջադրենք պարոն Սարիկ Մինասյանին, թե ոչ։ Հենց մեր կուսակցության վարչությունը նման որոշում կայացրեց, դրա մասին կհայտարարենք։ Սպասենք, տեսնենք, թե ապրիլի 16-ին ինչ պատկեր կունենանք։ Այսօր ապրիլի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Շամշյան.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում Հալաբյան Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են դիվանագիտական համարանիշներով Toyota RAV4 եւ Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով էլ Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետնյոտնի համար նախատեսված վայրն ու բախվել վերգետնյա անցումի բետոնեսյանը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։ Այսօր ապրիլի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 09:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող Երեքնուկ կամրջի տակ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Երվանթեի վարած Նիսսան Տիդա մակնիշի եւ Երևանի բնակիչ 27-ամյա Տաթևիկայի վարած Հյունդայի մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հյունդայի վարորդը տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Հյունդային դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը։